Լավ, այսօր եւ վաղը այդ համաժողովի մասին կոչվում է Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անում։ Ես ուղղակի կարելի է զարմանալ։ Պարզվում է Եվրոպական քաղաքական համայնքի մեջ մտնում է Կանադան։ Իդեպ, երբ Հայաստանում ՆԱՏՕ-ն հետախույզներ էր բերում, որոնց տրվեց լեգալ աշխատելու իրավունք, որոնց անունն է Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելություն, ոչ ավել, ոչ պակաս առաքելություն։ Կանադան մտավ դրա մեջ։ Ասում ես հարգելիս, Կանադան Եվրոպական հետ ի՞նչ կապ ունի։ Հիմա այստեղ Եվրոպական հետ ի՞նչ կապ ունի Թուրքիան, այս քաղաքական համայնքի հետ ի՞նչ կապ ունի։ Ադրբեջանը ի՞նչ կապ ունի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ի՞նչ կապ ունի քաղաքական համաժողովի հետ, որից մեկը կարող է բացատրել։ Այդ նրանք ովքեր որ քաղաքական ակցիաներ են անում։ Օրինակ իրանց մոտ այդ հարցերը չի առաջանում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Կանադայի վարչապետ, Թուրքիայից Ադրբեջանից պատվիրակներ։ Ալիևն էլ ուղիղ եթերով, այնտեղ մտելու, Ալիևն էլ հերվից է։ Դե Թուրքիային ուղարկել Ալիևն։ Հիմա եկեք իրեն տանք իրենց անունները եւ անձամբ ես շնորհակալություն եմ հայտնում Շարլ Միշելի տեղը Եվրոպայի խորհրդի նախագահի տեղը հիմա մեկ այլ անձ է Պորտուգալացի ազգությամբ Անտոնիո Կոշտա։ Ինչ է ասում Կոշտան այս հավաքը ինչի մասին է։ Ես կարծում եմ ընդհանրապես այդ մտքերից հետո եւ մի ձևակերպում էլ Ֆրանսիայի նախագահ իդեպ հետաքրքիր է, չէ՞։ Այստեղ ոնց որ թե առաջին ջութակ խաղում է Էմանուել Մակրոնը այս հավաքի մեջ։ Անկամ Բրիտանիայի վարչապետը երկրորդ պլան, Լեհաստանի վարչապետը երկրորդ պլան, եվրոպական երկրների վարչապետները, Իտալիայի վարչապետը, բոլորը երկրորդ պլան։ Առաջին պլան երկու անձ են։ Եվրոպայի խորհրդի նախագահ եւ Ֆրանսիայի նախագահ։ Ինչ ասում Եվրոպայի խորհրդի նախագահ, բացում է միանգամից մի նախադասությամբ այդ հավաքի բուն նպատակը։ Ասում է Վաղը Եվրոպան կհավաքվի Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Մայրցամաքի տարբեր երկրների առաջնորդները Կանադան հյուրի կարգավիճակով կքննարկեն, թե ինչպես համագործակցել ուշադրությունը նորից մեզ դասողներին համագործակցել անվտանգությունն ու կոլեկտիվ դիմադրողականությունը ամրապնդելու համար։ Հարց. կոլեկտիվ դիմադրողականությունը եվրոպական երկրները ում դեմ են անում։ Ում դեմ։ Հո Բուրկինա Ֆասոյի կամ Մոզամբիկի դեմ չի։ Վստահ ենք, չէ՞ որ դա Ռուսաստանի դեմ է, ակնհայտ է։ Բայց անվտանգության վերաբերյալ եւ կոլեկտիվ դիմադրողականության վերաբերյալ բնականաբար այս թեմաներով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պիտի ներկա լինի։ Իհարկե պիտի ներկա լինի։ Ոնց կարող է ՆԱՏՕ-ի առանցքային դերակատարում ունեցող Կանադայի վարչապետը հավաքին չլինի։ Սա նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետությունում այսօր եւ վաղը ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է։ Մի տարբերությամբ Միացյալ Նահանգների բացակայությամբ, եթե Միացյալ Նահանգներն էլ լիներ այստեղ, Եվրոպայի կլներ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով։ Ինչպես ասում են, այդ ձեր եվրոպական քաղաքական համայնք բառակապակցությունը զասունց է վադոմ մեստը։ Չկա այդպիսի բան։ Հայաստանում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է եւ գագաթնաժողովը ում դեմ է ուղված Ռուսաստանի եւ ինչու են Հայաստանում անում։ Լավ է, հավաքը կարող են ցանկացած այլ տեղ անել։ Բա Հայաստանը ի՞նչ է։ Հերթի մեջ է։ Ուրեմն Հայաստանը այն ոչխարի տեղն են դրել, որի բերանը խոտը դնելով տանում են սպանդանոց։ Ինչպես Ուկրաինայի եւ ուկրաինացի ժողովրդին տարան։ Արցախցի 45 Արցախայցը քիչ է 150,000-ը 3 միլիոնը դա քիչ է։ Իսրայելը այնտեղ քիչ է, բազաները քիչ է դրել, այստեղ պետք է։ Այո, Այնտեղ պետք է, այստեղ պետք է, բերել այստեղ տեղադրել։ Իհարկե, ոչ միայն Իսրայելը, Թուրքիան նաեւ այստեղ գա, ամբողջ տարածքը թուրքական լինի։ Հիմա ուրեմն Հայաստանում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է։ Գագաթնաժողովը ընտրել են հատուկ Հայաստանը ինչու համար։ Առաջին Փաշինյանի իշխանությունը վերարտադրելու, որտեղ Շրիշակից ներքև վարկանիշը գոնե սենց հավաքներով պիտի բան անեն,
բարձրացնեն վարկանիշ, էլի ասեն, հələ նայեք Փաշինյանը, այդ ինչ ջեր, բոլորի հետ ինչ դուրս է եկել վազում, մի հատ ժողովրդի հետ բանը ասենց եկել։ Այ մարդը ժողովրդավար երկիր կլինի, այ մարդը ինչ էսել ենք ընկել։ Մի հատ ասեն մի հատ թեքվի գնալ այդ բանտերով, էլի պատատի։ Դու տես մի հատ սրբազաններին էնի կալանքի տակ էնի տնային կալանք մյուսը կա։ Մի հատ բանտերով գնա, էլի տեսես ինչ է կատարվում։ Ուրեմն արձանագրում ենք այդ փաստը եւ հաջորդը Ուրսուլա ֆոն դեր Լայեն ընդ որում հաճախ այդ Եվրահանձնաժողովի նախագահը ինքը շատ ակտիվ է այստեղ նորից եմ ասում Անտոնիո Կոշտայինն է տված Եվրոպական խորհրդի նախագահին խոսելը բայց ինչ է ասում Ուրսուլա ֆոն դեր Լայեն որը Եվրահանձնաժողովի նախագահն է հանդիպում Երևանում որտեղ վաղը քաղաքի եվրոպական քաղաքական համայնքը քննարկելու ուշադրություն մայրցամաքային մասշտաբի խնդիրներ պարզվում է Կանադան մայրցամաքի մեջ է մտնում այ մարդես փաստորեն մենք չգիտենք որ Կանադան Եվրոպա մայրցամաքի մեջ է անվտանգությունից ուշադրություն դարձրեք անվտանգությունից մինչև էներգետիկա եւ կապակցվածություն մենք նաեւ կարեւոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան ԵՄ գագաթաժողով այսինքն եւս անվտանգություն Հիմա ինչու Հայաստան նորից եմ ասում, սա ցանկացած այլ տեղ կարող են անում։ Ուրեմն առաջինը Փաշինյանի վարկանիշի վրա քարոզչական հնարք է։ Բայց սա էական չի, սա Փաշինյանի վերարտադրության համար։ Վտանգը լրիվ այդտեղ է թաղված։ Պլանները չի ավարտվել։ Ուրեմն Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը որպես մեկ երեք պետություն ռազմական առումով մի դաշինքի ներքո են լինելու, որի Կուրացիան տրվել է թուրքական բանակի գեներալիտետի շտաբի եւ հարավի ուղղությամբ պատրաստում է հարվածային բռունցք Ռուսաստանի դեմ Հայաստանը ՆԱՏՕ-ի ստանդարտներով բանակ չունի ոչ էլ զինված ուժեր դի բերվի ՆԱՏՕ-ի ստանդարտներին զենք զինամթերք մարտավարություն կառուցվածք այս բոլորը ՆԱՏՕ-ի ստանդարտներով որ կարողանա ՆԱՏՕ-ի ստանդարտներով Վրաստանի եւ Ադրբեջանի բանակի հետ փոխ համագործակցված ընդհանուր ճշտամու դեմ պատերազմել եւ այդ գործի կուրացիանում է տրված ոչ ավել ոչ պակաս Ֆրանսիային այո Ֆրանսիան այսօր Ֆրանսիայի բանակը ներկայացված է Հայաստանի բանակում եւ զինված ուժերում բոլոր հարթությունները ոնց ուզում եք հասկացեք այդ թվում նաեւ սպառազինությամբ եւ ըստ այդմ այստեղից հետեւություն ես երբ երեք նայում եմ թե ովքեր են եկել ինչ հրավերքներ ինչ ձևակերպումներ հիշեցեն խորհրդային տարիներին մի անեկդոտ կա ասում են համակենտրոնացման ճամբարից երեխաներ, որտեղ երեխաներ են, եւ որոնցից ընդամենը արյուն են քաշում, որ գերմանացի զինվոր, վիրավոր զինվորներին ներարկեն, հա, այդպես մաքուր չհիվանդացած արյուն է, ըստ արյան խմբերի։ Այս երեխաներն ասում են, որ ձեր ծնողները ողջ են, դուք նամակներ գրեք, նամակները մենք փոխանցենք, էլի։ Երեխաները ված չեն ապրում, այդպես կերակրում են, չեն ճնշում եւ որտեղ արյուն պիտի տան, չէ, դոնոր են։ Հիմա Հայաստանը, Ուկրաինան դոնոր է, Ռուսաստան դեմ պատերազմում, Հայաստանը դարձնում են դոնոր։ Մարդը պետք է տարածք է պետք եւ մարդը Եվ հիմա այս եվրոպացիներին չեն տանելու այդ պատերազմ, զինվորին չեն տանելու ներկայացնել։ Հիմա իհարկե հիմա ասեմ։ Եվ այս երեխան մի հրյա երեխան նամակ է գրում, իհարկե խորագետ է, հասկանում է, որից հետո է, գրում է «Мама, папа, у нас всё хорошо, нас хорошо кормят, мы еще можем сдавать кровь». Այսինքն երեխան հասկանում է ինչի համար են իրենց կերակրում։ Լավ օրինակ է։ Հիմա մեր ժողովուրդը չի հասկանում։ Հիմա չի հասկանում ուկրաինական արունը բավարար չի։ Ռուսաստանի ամբողջ պարագծով պետք է պատրաստեն։ Իդեպ նույն ճակատագրին արժանանալու են Մոլդավիայի քաղաքացիները։ Նույն ճակատագրին Միջին Ասիայի հանրապետությունների պատրաստում են։ Մենք իրենց մի քանի առումով ենք հետաքրքիր։ Տեսեք, այստեղ Իսրայելը բերեց տեղակայեց մեծ թուրանական տնտեսական բան ինչ շահագրգռվածություն ունեն, չէ՞, իրանք Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, այնտեղ Իրանը խնդրեմ է այնպես նավթը, գազը իրանց համար դառնում է շատ ավելի բան կարևոր ու արժեքավոր։ Մյուս կողմից, տեսեք, մի քանի ուղղությամբ է մենք կարևոր ենք որ ոչնչացնենք։ Թուրքիայի համար ինչքան կարևոր է թուրանական մեծ երկիրը, որ գնան այնտեղից խփեն, հարվածեն Ռուսաստանին հասնեն մինչև Չինաստան։ Ու այստեղ ինչ անում մի կտոր բան, հիմա ասենց համատեղ ուժերով ձեռքի տված եկել են ասած լավ օրինակ բերեց պարոն Նահապետյան, այն վերջին արյունը քաշելու։
եկել եք Այդ միայն մերը չի, բայց դա է մերն է։ Այսպիսի գեղեցիկ դեմքով, ջերմ, գիտի, եվրոպական ոչխարի օրինակը ինչի բերեցի։ Բերանը խոտի դնեն։ Հմայքով, խափելով, որ լավ տեղ են տալու։ Մահաբեր հմայքով, այդ հմայքը բան չի, մահաբեր է այս հմայքը։ Մահաբեր ժպիտով, մահաբեր շոյանքով, որ լալա, ընդ որում ինչի վրա է խաղում, հայ ժողովուրդը գիտի, չէ, որ Ֆրանսիան մեր մեծ բարեկամն է, Ֆրանսիայի խիստ դրական վերաբերմունք ֆրանսիացի ժողովրդի եւ Ֆրանսիայի պետության հանդեպ, բայց ոչ այսօրվա վարչակազմի։ Ինչ է արել ցեղասպանությունից հետո, գրկաբաց է ընդունել, մի ամբողջ տարածք է տվել, այնտեղ քաղաք է նվիրել եւ միշտ բարձր տեղ է ունեցել մեր համայնքը, ինչներ գրաված եւ ինչ է արել միշտ Ֆրանսիան եւ մշակութային ինչպիսի կապվածություն է ունեցել Ֆրանսիայի հետ եւ հիմա ինչ որ մարդկանց շտվա որ այսպես խոսում են դա Ֆրանսիայի դեմ է կամ հատկապես Ֆրանսիայի ժողովրդի դեմ ոչ այսօր ինքը Ֆրանսիայի այսօրվա վարչակազմի ինքը պատանդ է նույն գլոբալիստների ձեռքով ինչ է Մակրոնը ուղղակի Ռոթշիլդների նշանակած Մակրոնի դեմ փայլուն են աշխատում իրար կյանք բերում են մեկ էլ ազգային ասում են Լպենին եք ուզում Լպենը կգա սականինականի ստիպած է ժողովուրդը գնում ինչ որ Մակրոնի տիպի կամ պայմանական էլի Մակրոն ենք ասում որտեվ չթվա որ ինչ որ մի հատ երկիր իրենցից հիմա դուրս է պլստած է բոլորին հերթով կարգով բերում հաստատում են ընդ որում այս խոսքերը թե ինչ է տեղի ունենում այնպես չի որ մենակ մենք ենք ասում դուք հիշում եք որ Վենսը գնաց Եվրոպա ինչ ելույթ ունեցավ այս նույն բաների մասին իրենք են ասում եւ ներսում էլ կա նույն ազգայնականները կլինեն շատ ավելի չգիտեմ դեմոկրատական բան ուժեր կլինեն նույն բաները նաեւ նույն Գերմանիայի ներսում են այս ամեն ինչը ասում Հիմիջայլոց տեսեք հիմա ինչ են տարածել ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հզոր ժողովրդավար հələ սրիկա տականքներին հզոր ժողովրդավարությունը ոնց ջարդեցին սրբազան պայքարի ժամանակ ազգային ժողովի մոտ հիշում եք ինչ արեցին Քան ինչ տեղի ունեցավ, ինչ էր պայթեցրեցին, կրակեցին, ինչ արեցին, սա ժողովրդավարության մասին է խոսում, դրանից հետո միջև հիմա կալանավորված է սրբազանը, 18 հոգին, մյուս սրբազանները, ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Մարիամ, ընտրված քաղաքապետ Մասիսի քաղաքապետը, ընտրված համայնքապետ Փարաքյարի որտեղ է, ինչ արեցին, Փարաքյարի քաղաքապետի հետ, եւ եկել են մեզ, ասում են դուք լավն եք, դուք ժողովրդավար եք, ասել պարոն Նահապետյանին ձեր արյունը դեռ կա, այդ ձեր արյունը, այո Ձեր արյունը, բա մի հարց չեք տալիս ուր ընտրված ամենամեծ քաղաքներից մեկի քաղաքապետը, ժողովրդավար, սիրելի Եվրոպա, դուք հարցեր չունեք բարձրացնելու, կամ ընդդիմություն ինչ եք կանգնես, սպասում եք ներքևում, գնացեք այդ բաները անցեք առաջ, գնացեք հյուրանոցներում դռնեմ չգիտեմ որտեղ, աղմկեք, ասեք դուք եկել եք մեր արյունը, վերջին արյունը խլելու, խմելու Ողջունում են Հայաստանի Հանրապետության հժոր ժողովրդավարությունը, ասել է Եվրոխորհրդարանի նախագահ Ռոբերտա Մենցոլան, ինձ համար շատ հաճելի է գտնվել, իհարկե հաճելի պիտի լինի, երևի Արցախում գտնվել ավելի հաճելի կլիներ Գեղեցիկ Երևանում ես շատ շնորհակալ եմ այն հրավերի համար, որ մենք ստացանք վարչապետ Փաշինյանից Եվրոխորհրդարանի ելույթից մի քանի շաբաթ անց եւ ընդամենը օրեր անց այն բանից հետո եւ մենք ձայների ճնչող մեսամայություն ընդունեցինք։ Այս պահին եվրոպական արժեքներ կրող տականքներ Այս պահին հողին է հավասարեցել երկու տաճար։ Այս պահին է մի շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ։ Արցախում հողին են հավասարեցել եվրոպական, բայց որ դուք չեք թողնում Հայկ Այվազյանը խոսի։ Հա, այս բաների մասին էր ասում Հայկ Այվազյանը։ Սրա մասին էր ասում, չէ՞ որ իրենք են դավաճանել իրական քրիստոնյա արժեքներին։ Այսօր քրիստոնյա երկու տաճար հողին է հավասարեցվել, ծպտուն հանող չկա։ Դա դիվանքը մնում է, Գանձասարը մնում է զուտ նրա համար, որ Պուտինն ասել է իմ անձնական հովանու տակ է։ Դա էլ էին հողին հավասարեցնելու։ Այդպես է թե այդպես չի։ Եվ ամենակարևորը հիմա Ֆրանսիայի նախագահը պարզում է, որ վաղը հանդիպելու է Փաշինյանի հետ, այդ նկատի ունեմ երեկվա խոսնակ, գերիների հետ կապված Ինչ եք ասում։ Իրավիճակը քննարկելու համար։ Ինչ եք ասում։ Նոր իմացավ երևի։ Ուրեմն Արցախի, հայաթափված Արցախի եւ 23 թվականի զոհերի վիրավորների ամբողջ արյունը 3 անձի վզովն է։ Փաշինյանին գիտենք։ Շարլ Միշել, Էմանուել Մակրոն 22 թիվ հոկտեմբերի 6։ Այս օրը մենք պետք է հրաշալի կերպով իմանանք ովքեր են պատասխանատու։ Եվ այսօր Մակրոնը բերանը միջև բաց ականջները լայն ժպիտով գալիս է որպեսի գերիների հարց քննարկի։ Վստահաբար նորից եմ ասում, այս տարածքը եւ մեր ժողովրդին վերջին զոհասեղանն են դնում, որտեղ այս տարածքը պետք է մաքրվի հայերից մեծ թուրանի խոչընդոտ տարածք է։ Ինչպես մաքրել։
կարող են ցեղա Սա ում խղճինը հայ-առաքելական եկեղեցու։ վստահաբար իրենց, քրիստոնյա արժեքներ կրող Եվրոպա։ Բա խոսեք առաջինը, այդ որ դու ասում ես ժողովրդավար, 6 ամիս շարունակ կեղեքում է հայ-առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Ուրեմն ինչու եկեղեցին, որտեվ եկեղեցին դիմադրության վերջին օղակն է, Միշնաբերդն է, Բաստիոնն է, եկեղեցին ծնկեց, վերջ դիմադրություն չկա։ Հայ ժողովուրդը Հայաստանում ապրող դոնորը 100%-ով, ինչպես Ուկրաինայում ապրող ժողովուրդը, որտեղ մարդիկ չեն ուզում գնան պատերազմ, որտեղ հասկանում են մսացու են, ուժով բռնում են, սողով գցում են մեքենան, եթե դիմադրում են, սպանում են, բռնություն են կիրառում, եւ էսա Ուկրաինան։ Հիմա եկել են մեր արյունը տանելու, այդ նույն Եվրոպան։ Եվ նորից եմ ասում, ապրի Եվրոպայի խորհրդի նախագահը, որը անկեղծացավ եւ տվեց իրական գնահատականը, թե ինչու են այստեղ հավաքվել, իրական բուն խնդիրը անվտանգությունն է, Ռուսաստանի դեմ անվտանգություն, կոլեկտիվ դիմադրողականություն։ Հիմա Հայաստանը պատրաստվում է այդպիսի սցենարով Ռուսաստանի դեմ։ Իսկ ինչ էր ասում Փաշինյանը 26 թվականի ապրիլի 15-ին ազգային ժողովում հայտարարում էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են երբևէ եղած ամենաբարձր մակարդակի վրա։ Այն որ ասવા մի еще можем сдавать кровь։ Եվ հետեւաբար, սիրելի ժողովուրդ, դուք իմացեք ինչ են պատրաստում։ Երբ որ այս նույն բաները տխուր վերջաբանով անձամբ ես 2010 թվականի դեկտեմբեր, 20 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին Արցախում գտնվելու ժամանակ ասում եմ իմ արյունակիցներին, քույրերին, եղբայրներին, քաղաքական ուժերին ընդդիմադիր 18-ին եմ ասել։ 18-ին նախաշեմին, ես նկատի ունեմ։ Անցնելու հետո մեզ անցնելու։ Որ այս ամեն ինչի իմաստը որն է։ Հիմա սելի ժողովուրդ ասում ենք, այս ամեն ինչի իմաստը մեր զավակներին պատրաստում են որպես զինվոր կռվել Ռուսաստանի դեմ, զոհաբերվել այնպես ինչպես զոհաբերում են ուկրաինացի ժողովրդին։ Վերջ։ Հետո այդ զոհություններից հետո այս տարածքը ամբողջովին հայաթափվում է եւ բարի գալուց Թուրքիա եւ թուրք էթնոս։ Թուրքական աշխարհից հայկական սեպը ամբողջովին դուրս է դրվում։ Այնտեղ որ կանգնած էիք ինչ որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որ լրացրեցիք Հայկ Այվազյանին այս ամեն ինչի մասին, որ ինքը խոսում էր։ Ըստ էության այն ինչի մասին որ խոսում ենք մենք, պարոն Նահապետյան, նույն բանի մասին էր խոսում Հայկ Այվազյանը։ Հիմա եթե դուք այս 2 օրվա ընթացքում չլսեք, օրինակ, որևէ մեկից, որ Ալիևը կամ հենց Ալիևի խոսքի ժամանակ չլսեք, որ Ալիևը ցեղասպան է, Ալիևը այսօր գերի է պահում, նախ ցեղասպանության է ենթարկել Արցախահայությանը, հայաթափել է, եթե այդպիսի դատապարտող խոսք դուք չլսեք դատապարտող խոսք, որ գերիներին շարունակում է պահել եւ խոշտանգել, չլսեք դատապարտող խոսք, որ այսօր քրիստոնյա բոլոր արժեքներն ինչ որ մենք ունենք այնտեղ, այդ ամեն ինչը հողին է հավասարեցում։ Եթե դուք այդպիսի ոչ մի խոսք չլսեք, եթե դուք չլսեք ոչ մի դատապարտող խոսք, որ Ադրբեջանը, որ Նիկոլն էլ ձեզ մոլորեցնում խաղաղության մասին է խոսում, Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ձեր այդպես գոված հրաշալի գեղեցիկ Հայաստանի Հանրապետության տարածքները։ Եթե դուք ոչ մի եւ դուք խոսք չլսեք որևէ եվրոպական երկրի կամ կառույցի ղեկավարից, որ այսօր Հայաստանի բանտերում են գտնվում, փակված են, կալանավորված են մեր սրբազանները, հոգևորականները եւ ունեն քաղբանտարկյաններ։ Եթե դուք այս ամեն ինչի մասին չլսեք, օրինակ այդ լղոզած լպրծուն ընդդիմադիր արևմտամետ քաղաքական գործիչներ կամ հասարակության ներկայացուցիչներ, ներողություն կխնդրեք, որ դուք ասում եք Եվրոպա, եկել եք, մենք ձեր կողմից ենք, ձեր արժեքների հետ այդ ամեն ինչի կրողն եք, օրինակ ներողություն պատրաստ եք խնդրելու հենց Հայկից մեզանից, հայ ժողովրդից, որ իրենք հերթական անգամ խաբվեցին։ Ես կարծում եմ հիմա մենք պիտի սիրելի հայրենակիցներ, եթե դուք չեք հավատում մեզ, մտածում եք, որ այսօրվա հավաքական արևմուտքը եկել է ինչ-որ բաներ մեզ տալու, ինչ-որ բան մեզ համար անելու կամ կարևոր է մեզ համար, ես մի քանի կարևոր բան նշեցի։ Եթե դուք կտեսնեք այսպիսի խոսք, դատապարտող ինչ-որ մի խոսք, եթե ոչ դատապարտող առնվազն գոնե հնչեցնող, չէ, հրապարակ բերող, որ ասեն երկու մեծ տաճարներ հողին են հավասարեցրել Ադրբեջանում։ Ադրբեջանի բանտում կան գերիներ, խոշտանգվում են։ Հայաստանի Հանրապետության տարածքները շարունակում են մնալ օկուպացված։ Բաքվի հայության, Սումգայիթի հայության, չգիտեմ, 1 միլիոն հայության ճակատագիրը շարունակում է մնալ
օդից կախված եւ ել չեմ ասում ցեղասպանությունից հազիվ փրկված Արցախահայության ճակատագիրը շարունակվում է մնալ օդից կախված եւ բազմաթիվ հազարավոր սոցիալական եւ այլ հարցեր ունեն։ Հիմա տեսնենք ձեր սիրելի, մեր սիրելի, ես որ ասում եմ Եվրոպա, դուք չմտածեք այն իրական արժեքներ կրող Եվրոպայի մասին է խոսքը։ Այսօր օկուպացված Եվրոպայի մասին եմ խոսում, գլոբալիստների եւ սատանիստների կողմից օկուպացված Եվրոպայի մասին եմ խոսում։ Եթե դուք դա չլսեք, եթե դուք դա լսեք, ուրեմն այո, մենք սխալ ենք, մենք իսկապես այս մարդիկ եկել են, մտահոգ են հայ ժողովրդի համար, չէ՞։ Այո։ Հայաստանի համար, եթե դուք չլսեք, դուք, չգիտեմ, գոնե վերանայեք ձեր մոտեցումը, որ ինչ հրեշավոր եւ վտանգավոր պլան են գծել հայ ժողովրդի համար, ինչպես ժամանակին Ուկրաինայի համար, ինչպես ժամանակին Վրաստանի համար, որ էլի տարածքներ կորցրեց, բարեբախտաբար ինչ որ պահին վրացի ժողովուրդը սթափվեց։ Մակրոնը մի նկար են նոր տեղադրել, Մակրոնը փոքրիկ երեխա է գրկել, այդպես հուզված։ Այս երեխան ու բոլոր գրկվածները զոհ են։ Սրանք պոտենցիալ զոհեր են, որ Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատերազմում հարավային ուղղությամբ զոհել նաև այս երեխաների ծնողներին։ Որպես զինվոր։ Հետո նորից եմ ասում, ես միշտ ասել եմ եւ առավել քան համոզված ասեմ, երկու գործընկեր, եթե պայմանավորվում են ինչ-որ գործի շուրջ եւ մեկը խափում է մյուսին, այդ խափողը սրիկա է, երկրորդ անգամ եթե խափող խափում է եւ դիմացինը հավատում է, խնդրեմը խափողինի չէ, խնդրեմը խափողին է։ Ուրեմն մենք դարձել ենք հիմար ժողովուրդ, հավաքական առումով, խոսքս որոշ բացառությունների մասին չի, այսինքն ինչքան կարող են մեզ եվրոպացի խափել։ Ես հիմա չեմ ուզում նույնականացման զուգահեռներ տանել 1916-21 թվականներին, երբ Կիլիկիայի Հայաստանը 400,000 հայությամբ Ֆրանսիայի պրոտեկտորատի ներքո նրանց բանակի կողմից պաշտպանված 1921-ին Ֆրանսիան Թուրքիայի հետ ձեռք բերեց պայմանավորվածություն, զոհաբերեց 400,000 հայերին եւ այդ տարածքներ, որից 100,000 հետո ցեղասպանվեց 30,000 երեխայով։ Չեմ ուզում այդ զուգահեռները տանել, բայց ինձ համար նաեւ տարօրինակ է։ Իդեպ ասեմ ձեզ, եթե թուրքը յաթաղանով գալիս է, ես տեսնում եմ դիմացինս թշնամի է, հնարավորության դեպքում զինվում եմ, փորձում եմ դիմադրել։ Բայց եթե իմ մեջից իմ տեսակը փորձում է ինձ խաբել, ասել, որ նրանք ովքեր կազմակերպում են մեր ժողովրդի այստեղ ցեղասպանություն, իրենք մեր բարեկամներ են, ավելի մեծ թուրք են, իդեպ, քան թուրքը, որտեղ սրանց վտանգը նա է, որ իրենք չեն երևում, որ իրենց գործողությունները մեծ հաշվով բերում են մեզ հայնազրկման։ Եվ հետեաբար ես հորդորում եմ եւ մեզ լսողներին, եւ քաղաքական ուժերին, իրերին տվեք իրենց անունները։ 22 թվականի հոկտեմբերի 6-ով սկիզբ դրվեց Արցախի հայաթափման ու ցեղասպանությանը։ Խավորներից մեկը, եթե ոչ առաջինը, Էմանուել Մակրոնը այսօր եկել է հայանպաստ է խաղում։ Հայ երեխա է գրկում եւ հայերի շուրջ ինչ որ կոնսոլիդացիա է ուզում եւ գերիների հարց է լուծում։ Սրանց նմաններին շալվարը պտիչեցնես եւ ուռենու բարակ ճյուղերով այնքան հետևին խփես, որ ամիսներով չկարողանա նստել։ Սա է արժանի։ Եվ ցավոք սրտի հիմա օրինակ ես ուզում հասկանալ նրանք ովքեր որ Փաշինյանին ձայն են տալու, իրենք պատրաստ են իրենց ու իրենց երեխաներին դրեն զոհասեղանի։ Իրանք գոնե գիտակցում են այդ ամեն ինչը։ Իդեպ չէին հավատում նաև Արցախում ապրող մեր քույրերն ու եղբայրները, երբ որ ժամանակին ասում ենք, իհարկե 18-ին ասել ենք, ես նկատի ունեմ 15 դեկտեմբերից 20-ի մինչև մարտի վերջ ընտրությունները նախագահական, դուք եք եկել մի քանի անգամ այնտեղ տեսել եք, չէ՞, Արցախում իրար։ Չէին հավատում մարդիկ, այն ինչի մասին մենք ասում ենք։ Հիմա էլ մեր ժողովրդին ենք ասում, սա են պատրաստում հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մի խաբվեք։ Չի կարելի անընդհատ խաբվել, հետո բողոքել, հետո մեղավորներ կարգել։ Այդպես չի, եթե մենք իսկապես հավաքական առումով ավելի շուտ հիմար ենք կան խորագետ, ուրեմն մենք այս տարածաշրջանը եւ այս տարածքը պետք է լքենք եւ գոյություն չունենանք։ Ավելի ուժեղ, ավելի մարտունակ, ավելի իրատեսական, ավելի սթափ գնահատող ժողովուրդ է գալու ստեղ ապրի։ Ինչպես մեր հայրենիքի 9-10-րդ մասում ապրում են այսօր թուրքերը։ Այդպես է։ Կյանքն է այդպես, մրցակցության պայքարի օրենքներն են այդպես։ Ուղղակի ցավոք սրտի մենք բոլորս մի նավի մեջ ենք։ Կապ չունի դու իսկապես հասկանում ես, որ նավը տանում է ժայռերին հարվածելու եւ կործանելու։ Մենք նույն նավի մեջ ենք։ Մենք էլ չենք ուզում այդ նավից լքենք, կարող ենք, հասկանում ենք այս ամեն ինչը, վտանգները տեսնում ենք, բայց այստեղ մնում ենք, բացատրում ենք, ասում ենք, հորդորում ենք։ Եվ հետեւաբար
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Հայաստանին պատրաստում է երկրորդ Ուկրաինա եւ որպես արյան դոնոր։ Հիմա ՆԱՏՕ-ն ամբողջությամբ սպառազինվում է։ Իդեպ, այստեղ մի հետաքրքիր նրբերան կա, ինչու Գերմանիայի կանցլերը չկա, բոլորը կան բացի իրենից։ Եվ ուշադրություն դարձրեք, մի շաբաթ առաջ Գերմանիայի կանցլերը Տրամպի ԱՄՆ նախագահի հասցեին ներքին շրջանում, այդպես փակ, կիսափակ խոսքեր է ասել, որ վերջինս չի հասկանում, թե Իրանի դեմ պատերազմը ինչ վերջաբան կունենա, չունի ծրագիր եւ ձախողման եւ պարտության է տանում։ Պարզեց, որ այդ խոսքերը շատ արագ հասնում են Տրամպին եւ կես ժամ հետո Տրամպը արձագանքում է ամենավերջին կեցվածքով, թե այդ թվում նաեւ Գերմանիայից Պենտագոնի բազաներ հանելով, մասնավորապես ամենաշատ զորքը, որը Ռամշտայն բազայում է, արդեն գործընթաց են սկսում։ Ներառյալ 25% նոր պատժամիջոցների որպես գործիք հարկային բան է դնում, գնի ավելցուկ է դնում այն ապրանքները, որ Գերմանիայից գնում են Միացյալ Նահանգներ։ Եվ Մերցը, որպեսզի ցույց տա, որ ինքը այս բոբո Եվրոպայի հետ չի, որի ավանգարդում իդեպ Մակրոնն է, ինչու՞։ Որտեղ Մակրոնը ասում է, եվրոպական նոր բանակը, որը Ռուսաստանի դեմ պիտի պատրաստի պատերազմի, պիտի լինի մեր առաջնորդությամբ, ոչ Գերմանիայի, ինչու՞։ Որտեղ բոլորը մտնելու են Ֆրանսիայի միջուկային հովանոցի ներքո, եւ դա իրականություն է, Ֆրանսիան միջուկային տերություն է, այդ առումով ինքնիշխանի տարբերություն Բրիտանիայի։ Բայց սպառազինությունը, ծանր զրահտեխնիկա, ինքնաթիռներ արտադրվում է Գերմանիայում։ Անօթաչուներ 10 երկրներում, բոլոր տեսակի եւ Ռուսաստանի տարբեր խորքային քաղաքներում այդ հարվածները դրա մասն են խոսում։ Հաջորդը ուրեմն հրետանի զենիթահրթիռային կայանքներ, առնվազն 5-6 պետություններում, այդ թվում եւ Իտալիայում, այդ թվում նաեւ Չեխիայում, Չեխիայի նախագահը, որը մի ժամանակ առ երևույթ դեմ էր այս ամեն ինչին, բարձում է բականին կողմ է, այսինքն իրեն են ամենայն հավանականությամբ Էփշտեյնի պապկայից ինչ որ բան էր տվել, նա հասկացել է, որ փիղը ինչ թրջուն է, հա։ Բայց խնդիրը նա է, որ եվրոպական ոչ մի երկրի ղեկավար չի որոշել եւ չի համարձակվի Ռուսաստանի դեմ պատերազմում իր երկրի քաղաքացին որպես զինվոր գնա պատերազմի։ Մեր նման աբորիգենների, գաղութային երկրների քաղաքացիները պիտի գնան ռուսների դեմ պատերազմեն։ Ավասիկ Ուկրաինայում ընտրեցին մոտ 45-50 միլիոնանոց Ուկրաինան եւ դերել են զուհասեղանին։ Հարավային ուղղությամբ էլ մի փոքր ճակատ է, մինչև հյուսային Կովկասի դեմ պատերազմել, Մոլդավիան կարող է պատերազմել, միջինայսական հանրապետությունները կարող են, այսինքն եթե ուշադրություն դարձնենք, իրականում Ռուսաստանի ամբողջ պարագծով հրդեհ են ուզում ուրեմն բռնկել։ Եվ այսօրվա, այսպես ասած, այս հավաքի բուն նպատակը հենց անվտանգային եւ կոլեկտիվ դիմադրողականություն, այսինքն Ռուսաստան դեմ կոլեկտիվ հարձակման պլանի մեջ Հայաստանին ներգրավելու խնդիր կա։ Վերջ, դրան էլ գումարած ինչու այսօր Հայաստանում, այսինքն առանձնապես ուրիշտեղ կարող են անել, որտեղ Փաշինյանի շրիշակից ներքև վարկանիշը պիտի բարձրացնեն վերև ընտրությունների նախաշեմի սա է։ Բայց բուն հավաքը, նորից եմ ասում, բուն նպատակը ՆԱՏՕ-ի գագաթաժողով է։ ՆԱՏՕ-ի անդամ Կանադա պետությունով, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա պետությունով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարով եւ այդպես շարունակ։ Ինչպես ասում են, բարի գալուստ ՆԱՏՕ-ի գագաթաժողով, որի անունն է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողով։ Կապ չունի ինչ անուն կդնեն, կարևորը թե բուն ինչ թեմաներ են քննարկում։ Այսքանը եւ ցանկալի կլներ, որ այս կեցվածքը նաև դրսևորեն մեր ընդդիմադիր դաշտի մյուս գործիչները։ Սա որոշակի համար լակմուսի թուղթ է հասկանալու համար մեր ընդդիմադիր դաշտի հասարակական քաղաքական դաշտի այն ակտիվիստներին կամ այն առաջնորդներին, որոնք կեցվածք են դրսևորելու։ Գոնե մեկը ես անձամբ ուշով հետևել եմ եւ ինձ համար արդեն չափորոշիչ է։ Շատ տխրեք, պարոն։ Դե ես չգիտեմ, իրականությունը փորձեմ գնահատել։ Եվ սա մեզ համար պարզ կլինի, որ իրապես իրականությունը ես չեմ կարծում, որ շատ-շատերը չեն հասկանում։ Խնդիրը հետեւյալն է. հասկանում են, լռում են կամ հասկանում են, կեղծում են, մեծ հաշվով նույնն են անում, ինչ որ Փաշինյանը, ինչ տարբերություն, հա։ Փաշինյանն էլ հասկանալով, որ սա վտանգ է, ինքն էլ ի պաշտոնե անում է, որտեվ ինքը չի կարող չանել։ Հասկանալով sense հարմարվում են, հա, այս լղոզված կամ լռում են կամ այո, ինչ որ հանկարծ բաներ էլի Եվրոպայի, Ամերիկա, ասեք ինչ խնդիր էլի պիտի ունենաք։ Չգիտեմ, այդ կարող են ենթադրել ինչ խնդիր ունեն։ Չէ, դե մի մոռացեք, որ
ինչ որ ուժեր կային, հա, այդ 90-ականներից իրանք դեռ սենց դե մարդիկ կան տենց արյան, բանով ամեն ինչով դրա մեջ են, այդպես դժվար է։ Հիմա կարող է մի քիչ հարմար է ինչ որ խմբագիրներ կան, ինչ որ հասարակական կազմակերպության ղեկավարներ կան, բան կան, մտածում են, հա, դե մեծ գործարար է Սամվել Կարապետյանը հարմար է, էլի։ Հասկանում եք, չէ՞, ինչ իմաստով։ Հարմար է տեղավորվենք, բայց առիթը բաց չեն թողնում Ռուսաստանի դեմ, Պուտինի դեմ, էլի արանք իմիջիալոց, էս են որակն է իգիտություն Սամվել Կարապետյանի, որ սենց սաուն բան է անում, համագործակցում են, ինչ են անում։ Էս են որակն է, որ նույն բանով քասրահունչ ժպիտով կաշխատեն նաև թուրքերի հետ։ Վստահաբար այո։ Եթե թուրքերը կամենան, էս էլ ասեմ, որտեվ մի քիչ խիստ կասկածում եմ, բայց մի կարևոր բան էր ասել 3 թե 3 չէ առաջ ինչ որ հանդիպումներից մեկի ժամանակ Սամվել Կարապետյանը, մի քիչ այսպես բան ստվերվեց, կարծում եմ արժե նաև դրա վրա մի քանի րոպե ուշադրություն դարձնենք եւ անցնենք։ Օրինակ, երբ որ հարցրել են 300,000 ադրբեջանցիները ինքն գալու, ինքը իհարկե խոսեց նրա մասին, որ 300,000 աշխատատեղ է ստեղծելու, բայց մի կարևոր բան էլ ասեց պարոն Ապետյան, որ 300,000 ադրբեջանցիներ կան, իհարկե չի հասնի բանը դրան ինչ որ ասեց Սամվել Կարապետյանը։ 300,000 ադրբեջանցիներ եթե կան, ես ավելի տխուր բան ասեմ, եթե անգամ 1000 կամ 500 ադրբեջանցի կա, վերջացած է, հետևից ադրբեջանական ու թուրքական զորքերը մտնելու են, մի պարզ պատճառով ասեն ադրբեջանցիներից որևէ մեկին դուք նեղացրել եք, ճիշտ է։ Բայց եթե հանկարծ չգան, իհարկե այդպես չի լինի, բայց եթե չգան, էլի կարևոր բան ասեց Սամվել Կարապետյանը։ Եթե չգան, ասեն գան այստեղ իբրև թե ձեր ասած խաղաղություն ապրեն։ Այդ մարդիկ պիտի մի օր գնան բանակ, չէ՞։ Այդ ադրբեջանցիները։ Այո, իհարկե։ Երբ որ խաղաղ պայմաններում, Եվրոպայի սրտում, հիշում եք Ռամիլ Սաֆարովին։ Եվրոպայի սրտում նմանատիպ մի ինչ որ գագաթնաժողովի զորահավաքի, չգիտեմ ինչի, զորավարժությունների ինչ որ sense բաներ, չէ՞, մեծ ծրագրի ներքո են, չէ՞, գնացել մեր սպաները։ Կացնով գլխատեց հայ սպային։ Որևէ պատասխանատվության չի ենթարկվեց, իրենց փայփայած, առաջին պլան բերած դահիճ, մարդասպան, ցեղասպան, Ալիևն էլ մարդասպան, դահիճ, Սաֆարովին հերոս հռչակեց, անձնական ինքնաթիռով էլ բերեց, բայց չեք մտածում, եթե դուք, երեք են նայում եմ, տենց մտավոր հետամնացներ կան, էլի խոսում են, ասում են ինչ ա եղել, առաջել ենք ապրել ադրբեջանցիների հետ, այն ժամանակ սովետական միություն էր, 1000 անգամ ենք ասել, և սովետական միության բանակի և ոստիկանության ներքին գործերի հսկողության տակ էր, հիմա, այդ ում եք հանձնելու, ում կողքն են գնալու ծառայեն, աշխատեն, ապրեն հայերը, բանը ամենաապահով Եվրոպայում, եթե գլխատում են հայ սպային, ինչ են անելու էլի Հայաստանում։ Այն որ Հայաստանը փաստորեն երրորդ աշխարհի երկիր կամ գաղութան երկիր, Եվրոպան այդպես է մեզ նայում, մեզ էլ անասուն տեղ է դնում, սկզբունքորեն ինձ համար որևէ գաղտնիք չկա։ Եվ դրան համահունչ, օրինակ, եվրոպական երկրների ղեկավարները մտնում են մարզահամերգային համալիր եւ բնականաբար որպես պատվավոր հյուրեր կարմիր գորգ չէ, պետք է փռեին։ Բարձրացում է գորգի տեղ գիտեք ինչ են արել, մտքի թռիչքը, ասֆալտը կարմիր գույնի են ներկել։ Իրոք։ Ես պատկերացնում եք։ Հետո դուրս գրեմ, որ այսքան գորգ են արել։ Պատկերացրեք ինչ միլիոններ։ Ասֆալտի վրա կարմիր գույն է, հիմա ինչ տարբերություն, գորգա թե կարևորը գույնն է, չէ։ Լավ, հիմա գանք այն կարևոր իրադարձություններին, որը մեր երկրի լինելության հետ ուղղակի եւ ամիջական կապ ունի։ Խոսքս մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների Իսրայել դաշինքի դեմ պատերազմի մասն է։ Ուրեմն մայիսի 1-ին լրացավ այն 60 օրը, որով ԱՄՆ նախագահ առանց կոնգրեսի հավանության կարող է ռազմական գործողություններ սկսել եւ ինքը պետք է հաշվետու լիներ։ Եվ ահա հավասիկ ինքը հաշվետու է լինում, որ իրենք հաղթել են, հերթական անգամ վերջնական հաղթել են, բայց իդեպ ակնարկում է, որ այդ 60 օրվա ընթացքում երկու շաբաթ ինքը խաղաղ բանը ժամանակավոր հրադադարի ռեժիմ է հաստատել եւ հետեաբար առանց կոնգրեսի հավանության երկու շաբաթ էլ պետք է թույլ տան, որ կռիվ անի։ Այս մարդը ամեն օր հաղթում է Իրանին եւ փաստացի էլի է ուզում հաղթել, մարզի մեջ ընկել։ Իսկ իրականությունը հետեւյալն է։ Նախ ես շնորհավորում եմ, ողջունում եմ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին, ռազմաքաղաքական ղեկավարությանը,
Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ագրեսիան կանխարգելելու եւ այս ռազմական բախման մեջ փայլուն հաղթանակ տանելու կապակցությամբ փայլուն հաղթանակ, որը թույլ տվեց եւ ապահովեց, որպեսզի թուրքական եւ ադրբեջանական բանակը հարավային Կովկասը ամբողջովին իրենցով չանեն եւ հասնեն հյուսային Կովկասի սահմաններին Ռուսաստանի։ Սա միայն Իրանի հաղթանակն է։ Իհարկե, Իրանի հետ փաստացի եւ գործնականում այս ռազմական բախման ժամանակ առանց բարձրաձայնելու, առանց հրապարակավ կեցված դրսևորելու իրենց օժանդակություն ցույց տվեցին եւ Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ Եվ եւս մի պետություն, որ շատերի համար կարելի է ասել հանելուկային է, թե ինչու այդպես եղավ, որտեղ այդ պետությունը այլևս միացած է բազմաբևեռ աշխարհի ստեղծման ավանգարդում գտնվող պետություն է։ Խոսքս Պակիստանի մասին է։ Եվ պատահական չի, որ Իրանի ղեկավարությունը ընտրել էր բանակցությունների վայր Պակիստանը։ Հիմա իրականում ինչ է կատարվել։ Միացյալ Նահանգները փաստացի չկարողացան լուծել խնդիր առաջին։ Իրանում իշխանափոխություն, այաթոլլաների ինստիտուտը, որ այլևս կառավարչական որպես միավոր չլինի։ Երկրորդ, պարտվեցին Միացյալ Նահանգների համար որպես գերակայություն հանցածող բոլոր պետությունների բանակների նկատմամբ երկնքում եւ հրթիռների պայքարում։ Իրանը փայլուն կերպով հաղթեց։ Երրորդ, եթե ԱՄՆ-ի նախագահ հրապարակավ ասում է մենք նավատորմը ոչնչացրել ենք այսքան տոկոսով, բայց Հորմուզի նեղուցը փաստացի Իրանի վերահսկողության ներքո է եւ Իրանի այն փոքր նավակները, որ կան, մի քանի հազար փայլուն կերպով եւ վերահսկում են եւ թույլ չեն տալիս, որպեսզի ամերիկյան նավերը այդտեղ ավելորդություններ թույլ տան։ 4-րդ, 5-րդ, 6-րդ շարասյուն, որի հույսը ամերիկացիները ունեին, որպեսզի երկրում Իրանում իշխանափոխություն անեին, փաստացի գլխատվեց, ոչնչացվեց եւ որևիցե եղանակ չի ստեղծում։ 6-րդ, Իրանի իշխանությունները եւ ժողովուրդ միասնականությունը ավելի մեծացավ։ Այսինքն ժողովուրդը ամբողջովին կանգնեց իր երկրի ղեկավարության կողքը եւ Իրանը բանակցությունների հետ կապված իր պայմաններն է դնում եւ հետ չի կանգնում։ Այդ բանակցությունների մասին եւ պայմանների մասին բազմիցս Իրանը բարձրաձայնել է, այդ թվում Պարսից ծոցի 8 երկրներում ամերիկյան բազաների հեռացում, այդ թվում նյութական փոխհատուցում, ռեպարացիա, այդ թվում երաշխիքներ, որ այլևս Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պատերազմ չեն սկսի, այդ թվում նաեւ Իրանի դաշնակիցների նկատմամբ ռազմական գործողությունների դադարեցում, առաջին հերթին խոսքս Լիբանանի մասին է, այդ թվում մեղավորների պատժում եւ այդպես շարունակ։ Այսինքն նորից եմ կրկնում, Իրանը այս մեծ ճակատամարտը հաղթել է։ Միակ քայլը, որը ըստ իս Տրամպը կարող է անել, միակը, որպեսզի այս վիճակը շտկի, որտեղ ինքը հրաշալի հասկանում է, որ նոյեմբեր ամսին կոնգրեսի միջանկյալ ընտրություններում վստահաբար Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի կուսակցությունը հանրապետականը պարտություն է կրելու եւ ճանապարհ է բացելու դեմոկրատների, այսինքն գլոբալիստների իշխանության գալու։ Միակ բանը, որտեղ իրավիճակ փրկի, Միացյալ Նահանգների ղեկավարությունը ցանկանում է Իրանից ստանալ գոնե այդ 400 կիլոգրամ 60% հարստացված ուրանը, որպեսզի իր ժողովրդին հիմնավորի եւ ասի, որ ես այս կռիվը սկսել եմ, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա, ահավասիկ ես ուրանը վերցել եմ եւ ստիպված Իրանը չի կարող այդ զենքը ստանալ։ Իրանը հետ չի կանգնում, ուրանը իր մոտ է այդ 400 կիլոգրամ 60% հարստացված ուրան է։ Այսինքն ԱՄՆ բացարձակ առումով որևիցե խնդիր, որ դրել է, ինքը չի կարողանում կատարել։ Այստեղից հետևություն, ինչ է մնում Տրամպին կամ համակերպվել եւ նոյեմբերին պարտվել կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, որը հաջորդ օրից դեմոկրատները երկուն սկսելու են իմպիչմենտի անվստահության գործընթաց եւ իշխանափոխության գործընթաց, կամ սադրել Իրանի նկատմամբ մի գործողությամբ, որը արվեց 2001 թվականին, երբ Նյու Յորքում երկու երկնաքեր այդպես ինքնաթիռները հարվածեցին եւ ամենակարևորը հարվածից հետո օդաչուների անձնագրերը հայտնվեցին գետին, որտեղ դու բացում կարդում ես, թե ովքեր են օդաչուները։ Սկզբունքորեն սա նշանակում է, որ մի մեծ սադրանք կարող է Տրամպը պատրաստել, ասենք կեղտոտ միջուկային զենքի օգտագործում Իրանի ինչ-որ տարածքում, ինչպես ոչ հրթիռով։ Օրինակ, քաղաքացիական մարդատար ինքնաթիռը կարող է ԱՄՆ-ի ինչ-որ տարածքի վրայով թռչել, ասենք արաբական ինչ-որ մի երկրի։ Մեկ էլ այդ ինքնաթիռը պայթում է մոտ բարձրության վրա, որ մոտենում է ինչ-որ քաղաք, որ իջնի, եւ պարզվում որ այդ ինքնաթիռից թափվում է ռադիացիոն ֆոն ունեցող ուրան։ Եվ ահավասիկ մի անգամից այդ ինքնաթիռի պայթելուց հետո հայտնվում են անձնագրեր գետնի վրա,
Իրանի պահապանների կորպուսի զինծառայողների վկայականներն ու անձնագրերը իրաց կոչումներով, ծառայության բնութագրիչներով, որ իրանք են կազմակերպել, որը ԱՄՆ-ի նախագահը որոշում է կայացնում, որ միջուկային հարված հասցնի Իրանին։ Սա միակն է։ Հիշում եք, երբ Դոնալդ Ռամսֆելդը սրվակ էր թափ տալիս եւ ասում էր Իրաք ունի ուրեմն կենսաբանական զենք, առանց ապացույցների հարձակվեց Իրաքի վրա, հետո պարզեց, որ հետախուզությունը սխալ է զեկուցել եւ այդ սրվակի մեջ ընդհանրապես ալյուր էր, ոչ ավել ոչ պակաս։ Այսինքն Տրամպը կարող է Տրամպին հորդորեն կամ համոզեն, որ միակ տարբերակը սա է, այս խայտարակ պարտությունից հրաժարվելու համար։ Այս վտանգը կա, եթե այնուամենայնիվ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը որոշակի բանակցություններից հետո Ռուսաստանի միջնորդությամբ, Չինաստանի միջնորդությամբ կնքում է հաշտության համաձայնագիր Իրանի հետ եւ համակերպում է, որ Հորմուզի նեղուցի իրական սեփականատերը ոչ ավել ոչ պակաս դա Իրանն է։ Ընդ որում Իրանը պատասխանատվություն է այդ նեղուցի հսկողության եւ նեղուցով անցնող նավերից վերցող հարկի կիսում է Օմանի հետ։ Շատ հետաքրքիր փաստ եմ ասում։ Եվ գիտեք Օմանը ինչ է ասել։ Օման, որը Պարսից ծոցի երկրներից մեկն էր, Ամերիկայի երկաթյա մուրճի կամ մահակի իշխանության ներքո։ Ուրեմն ինչ է ասում Օմանի ղեկավարությունը ԱՄՆ-ին, որ եթե Միացյալ Նահանգները ռեպարացիա չանի փոխհատուցում Իրանին, ապա Օման իր ամբողջ նավթային պաշարները եւ ոչ միայն իր կվաճառի այլոց ոչ ավել ոչ պակաս գիտեք ինչով, չինական յուանով։ Իսա գիտեք ինչ է նշանակում, որ դոլարի առասպելը պայթում է, որտեվ դոլարը իրականում համաշխարհային վալյուտա ամրագրվեց 1944 թվականին Բրետեն-Վուդյան համաձայնագրով առաջին հերթին կապված նավթի եւ ոսկու հետ։ Ոսկու առևտուր, նավթի առևտուր։ Հիմա եթե նավթի առևտուրը աշխարհում աշնանաբար պետք է լինի չինական յուանով, ընդ որում ասեմ ձեզ շուտով մենք դրա մասին կլսենք, չինական յուանը նաև ապահոված է լինելու ոսկով։ Դոլարը ապահոված է օթով, փուչիկ, մեջը բան չկա։ Իսկ ոսկով ապահոված գումարը ինքը կդառնա համաշխարհային վալյուտա։ Յուանը հիմա հավակնում է այդպիսի վալյուտա դառնալ։ Եվ Օմանի ղեկավարության նման կեցվածքին իմ կարծիքով Տրամպը պետք է 10 րոպե հետո ընդամենը Օմանի շեյխին իր տարածքում ձերբակալեր եւ տաներ Միացյալ Նահանգներ։ Ավելին ասեմ, քաղաքական որևիցե հակառակ հայտարարություն չի եղել։ Սա գիտեք ինչի մասն է խոսում։ Ամերիկայի բացարձակ ուժի մասին։ Լրությամբ հաղթում են։ Այսինքն իրենք համակերպվել են մի իրողացիան հետ, որ Օմանը կարող է մատ թափ տալ ԱՄՆ-ի վրա, ասել, եթե այդ հարցը չես լուծում, ես իմ նավթը կարող եմ փաստացի յուանով չինական առևտուր անել։ Եվ կրկին անգամ մեր լինելությունը նաև կապված է Իրանի ամուր ինքնիշխան ամբողջական տարածքի հետ։ Կապված է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հաղթանակի հետ։ Եվ այս մեր հավաքի, ինչպես ասում են քվետենսեցիան ինչն էր, Զելենսկու գալը, նացիստ, թմրամոլ, ինձ մի պահ թվում է, թե Հայաստանում թմրամոլների խնջույք է։ Եվ օդանավականը ոչ թե պիտի դիմավորեր Ալեն Սիմոնյանը, նախկին վիբրատորների մասնագետը, այլ Արադ Միրզոյանը, ասենք ուռած թռած վիճակով, որտեղ գալացող երկրների ղեկավարների մի մասը իրանք թմրամոլներ են եւ դա ապացուցվել է։ Այսինքն ես նոր բան չեմ ասում։ Բայց Զելենսկին գալիս է, որ ինչ Ռուսաստանին կեցվածք են դրսևորում Հայաստանի իշխանությունները, տեսեք, դուք լծակներ ունեք, մենք էլ հավասիկ Զելենսկի կբերենք։ Զելենսկին այն մարդն է, որը կազմակրատ է, եւ հիմա հերթական 3 չարաշնորհ հերթական տեսագրություններն ու ձայնագրություններ հրապարակվեց, թե Ուկրաինայի քաղաքացու զինվորի արան գնով Զելենսկին եւ իր խմբակը ավազակների որջը միլիարդներ է աշխատել, հերթական ձայնագրությունը հրապարակվեց։ Այստեղից հետևություն Եթե ոմանց թվում է, որ նման արարքները այդպես անցնում են, ոչ մի բան չի անցնում, ուղղակի կա քայլը նետելու, քայլը հավաքելու ժամանակ։ Կգա քայլը հավաքելու ժամանակ, ամեն մեկն իր արածների համար պատասխան կտա։ Այն կա, երկու եկեղեցի հողին հավասարացրեցին եւ իրենց պաշտպանած անցած անգամ էլ Մարսել բարեփոխումներ անող Կճոյան։ Չկա։ Այդ քո Նիկոլը որ պաշտոնապես մայրաթոռը 10 դիրադավներից ծպտուն կա թե չկա։ Չկա։ Եկեղեցին պաշտոնապես հայտարարություն արեց։ Այս սրբապիղծ սրբազանները հողին հավասարեցված հայկական եկեղեցիներ կան եւ դրա հետ կապված Նիկոլն ասեց, ես ոչինչ չեմ անելու, ճիշտ է։ Այո։ Ահա։
Ձայն հանել են թե ոչ։ Չկա ոչ մի ձայն, ինչ ձայն հանեն։ Ոնց կարող են ձայն հանել։ Անժելա, Այսինքն հիմա մի հիմարություն արել են, գնացել են Դավաճան ազգադավի կողքը կանգնել են։ Բան չունեն հետ գալու։ Մտադրություն չունեն հետ Չէ, գալու։ ոչ մի կերպ, նույն բան չի լինելու։ Օրինակ հետաքրքիր էվոլյուցիոն բան է տեղի ունեցել Գեգամ Նազարյանի հետ, ինչ էր ասում Գեգամ Նազարյանը։ Ինչ էր ասում։ Օրինակ պատերազմից Այդ հետո, պատգամավոր այո, որդին զոհված։ Որդուն որ կորցրեց, բայց չկար մենք, հա։ Ինչ էր ասում Գեգամ Նազարյանը, էլի հետաքրքիր էր, ասում էր, որ իր որդուն նախ ինչ ելույթ ունեցավ, ես հիշում եմ հրապարակում, որ իր որդուն սպանել է ու բղավում էր Նիկոլ Աբգարին։ Այո, Աբգարին դու ես սպանել անձամբ եւ մյուս զինվորներին եւս։ Եվ ընդամենը 1 թե 2 տարի հետո, այս ասելուց հետո Նիկոլի փրկությունը եւ իր թիմի, սա է, նա պետք է օր առաջ խնդրի իրեն ձերբակալել եւ դատավարություն սկսել իր ամբողջ թիմի հետ։ Նիկոլը ինձ սպանեց իմ Աբգարին։ Ուղիղ, ես նայում եմ իր աչքերին, ասում եմ Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին, մնացած Աբգարներին, դու ես սպանել Դավիթին, Նարեկին։ Այս ասում է Գեգամ Նազարյանը, եւ ինչ է տեղի ունենում իր հետ 2 տարի հետո, երբ որ արդեն ասում եմ մենակ Նիկոլը չի մեղավոր։ Արյան գին է վաճառում, գին է ստանում, որտեղ սպանողի հետ մտերմություն է անում։ Այն տարածքում է, որտեղից մի քանի մետր են կողմ Հայաստանի Հանրապետության տարածքներից Նիկոլը հանձնել է, իմիջիալից ասում են, որ այս փոխվարչապետի հետ հանդիպելուց էլ բանավորել են եւս 8 գյուղ պիտի նվիրի։ Եվ ոնց է պահում մեր լրագրողները։ Շիրմական ստեղա, վատարկի եք հանդիսում։ Դուք ով եք, որ ասեք ինչ-որ մեկին հավաքեն, թե չէ, չհասկացա։ Եվ օգոստոսի 2-ից հետո ես ազատ մատնում եմ, դու բանտում փտելու։ Ուսում եք։ Բանտում փտելու ես։ Այո, սպառնում է լրագրողներին։ Մի հատ է կդնես սա։ Տեսնում եք հարց է տալիս ընդամենը։ Սուրտեղը ձեր նմանը չպիտի գա։ Սուրտեղը ձեր նմանը չպիտի գա։ Չես կարող։ Սա անբարոյական լրագրության հետ Մի հատ ձեր բառերը չափավոր եք, դուք եք պատգամավոր եք կոչվում։ Այս ինչ վիճակ է։ այն լրագրության մակարդակն է։ Երկու դրություններ եկել են սրբավայրը։ Տեսնում եք։ Դուք ձեր տղայի շիրինն եք պղծում։ Մի հատ է դեր։ Մի մետր ենքում տարած հանձնել, հիմա գնացել է իբրև թե Նիկոլի հետ եկեղեցի ացելու։ Չէ, սկիզբը ասեցի։ Որդուն շիրմական ստեղա, վատարկի եք հանդիսում։ Դուք ով եք, որ ասեք ինչ-որ մեկին հավաքեն, թե չէ, չհասկացա։ Եվ օգոստոսի 2-ից հետո ես ազատ մատնում եմ, դու բանտում փտելու։ Գողագան է գնում Չէ, ապերը։ հասկանում եք ինչ է ասում։ Բանտում փտելու ես։ Բանտում փթելու ես։ Էս սով է։ Սա ոստիկանություն դիմել է իհարկե արդեն։ Սպառնում է։ Սուրտեղը ձեր նմանը չպիտի գա։ Սուրտեղը ձեր նմանը չպիտի գա։ Չես կարող։ Սա անբարոյական լրագրության հետ Մի հատ ձեր բառերը Արին։ չափավոր եք, դուք եք պատգամավոր եք կոչվում։ Այս ինչ վիճակ է։ այն լրագրության մակարդակն է։ Երկու դրություններ եկել են սրբավայրը պղծում են։ Դուք ձեր տղայի շիրինն եք պղծում։ Լավ, անջատի սա է ու ասում է երկու այն լրագրողներին, որ Գերանցի երբ որ պատրաստվում էր Նիկոլը տալ սրբազան պայքարը սկսեց, գիշեր ու ցերեկ այդ պայքարի մեջ են եղել։ Իսկ ինքը այն թիմի հետ ով փաթեթավորված բանտիկը կամ ժապավենը վրան Գերանցի այդ տարածքներն ու այդ սահմաններն ու այդ եկել ամեն ինչը հանձնեցին թշնամուն։ Դե այդպիսի պատգամավորներ ունենք, այդպիսի զոհվածի ծնողներ ունենք, սկզբունքորեն, որ մեր վիճակը նաև այսպես է։ Այսինքն սա ինչ որտեղ ցույց է տալիս նաև այդ անձի գոյության իրավունքը մեր հանդուրժողականության պայմաններում։
Դե տեսեք, մենք շատերս մեղադրում ենք, ասում ենք Ռոբերտ Քոչարյանը ինչի էս մարդկանց տարավ падգամավոր, դե հիմա ինչ իմանաս, թվում է թե պայքարի մեջ են, հետո կեսից պարզում է լղոզած լպրծուն թույլիկ տղերք են թռնում են, դե մի երկու թռան, բայց հիմա մի հատ ուրիշ ցուցակում են։ Հետո ասում են դե բա եթե ոչ զոհվածի հայրը լինի ցուցակումով, հետո պարզվում է զոհվածի հայրն էլ։ Լավ, ինչ անենք, ես չգիտեմ։ Հիմա կարող մեղադրան ասեն այս ցուցակում էսում եք, չէ՞, ընդգրկե ինչ է կարել։ Ցանկացածս ես էլ էի ասում, մյուսն էլ էր ասում էինք, դե ոնց կարող է Գեգամ Նազարյանը չլինի, էլի մարդը լրագրող մարդ ա եղել, ուղնուցուցով Նիկոլին ճանաչում է եւ հայրենիքին տվել է ամենաթանկը, պիտի որ միջև վերջ, միջև հասնի նրան, որ հայրենիք ծախող անձը եւ ըստ իրեն Աբգարին սպանողը, այդ ինքն է, չէ՞ ասում։ Այո։ Այդ հաղորդում հանցագործության մասն է, երբ որ մեկին ասում էին, որտուն դու ես սպանել։ Այսինքն ինքը ասում է Նիկոլ, դու մարդը սպանես։ Կամ էլ զրպարտում է, եթե սուտ ասում, ուրեմն զրպարտում է, երկու դեպքում էլ քրեական պատասխանության է այս անձը ենթարկվում։ Իրան թվում է այդպես բեզաչոտնի ասեց ու թռավ։ Գալու է այդ քարը հավաքելու ժամանակ։ Սպառնալի քնչեցնել, հիմա մեկ ուրիշը Բանտում կփտես։ Սոսիոյ քեզ։ Չէ, հետո հայհոյում է։ Դե դե բարոյական նկարագրի մասն է խոսում, բայց բանտում փտելը, այսինքն ինքն է որոշելու, ինքը դատարանա, դատավորա, քննիչա, դատախազա, մարդուն էլ տարում բանտ, հետո այսինքն այնքան երկար կպահենք, ինչ հոդված կդնենք, որ բանտում կփտես։